Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր կողմից պատրաստված ամենահուզիչ պատմություններից մեկը։ Բայց մինչ այդ խնդրում ենք բաժանորդագրվել ու անպայման տեսանյութի մեկնաբանություններ դաշտում գրել ձեր կարծիքը։ Արամը հիվանդասենյակում պառկած էր պատուհանից դուրս նայելով։ Երեկոյան արևը փայլում էր, բայց նա չէր զգում դրա ջերմությունը։ Նա միայնակ էր։ Որդիները, որոնց համար ամեն ինչ արել էր, չէին գալիս։ Հարսները, որոնց նա իր ընտանիք էր ընդունել, չէին զանգահարում։ Միայն բուժքույրներն էին մտնում ու դուրս գալիս սովորական անհոգ շպիտներով։ Բայց կար մեկը, ով տարբեր էր։ Մի երիտասարդ բուժքույր նուրբ ձեռքերով ու մեղմ ձայնով ամեն օր կանգնում էր նրա մահճակալի կողքին, նա ուշադիր էր, հոգատար, ոչ միայն պարտքի զգացումից, այլև ինչ-որ խորունկ զգացումից։ Արամը նրան նայեց և ինչ-որ բան խրվեց սրտում, այդ աչքերը, այդ հայացքը, որտեղից էր նա ճանաչում այդ արտահայտությունը։ Աղջիկ, շշնջաց նա թույլ ձայնով, ի՞նչ է քո անունը։ Բուժքույրը ժպտաց. Անի։ Ամեն ինչ սկսվել էր տարիներ առաջ, երբ Արամն ու Մարինեն դեռ երիտասարդ էին։ Նրանք սիրահարված էին, երջանիկ, բայց Արամը միշտ երազել էր որդի ունենալ։ Տղան իմ ժառանգը կլինի, իմ անունը կշարունակի, ասում էր նա։ Երբ Մարինեն իմացավ, որ աղջիկ են ունենալու, նրան զարուրեց Արամի արձագանքը։ Աղջիկ, նրա ձայնը դողդողաց, ինչպես ձմեռային ցրտաշունչ քամին։ Այո, Արամ, մեղմ ժպտաց Մարինեն, մեր աղջիկը կլինի մեր լույսը, մեր բախտը։ Բայց Արամը չլսեց նրան, նա կտրուկ վեր կացավ։ Մենք տղա պիտի ունենանք, այլ ոչ թե աղջիկ, կամ երեխային կհեռացնես, կամ ես կգնամ։ Մարինեն սարսափած նայեց ամուսնուն։ Արամ, դու լուրջ ես ասում։ Այո, մտածիր ու որոշիր։ Մարինեն մտածելու կարիք չուներ։ Նա զգում էր փոքրիկին իր ներսում, շարժվող, շնչող, սպասող։ Ես հեռանում եմ, վճռական ասաց նա։ Եվ այդ գիշեր նա հեռացավ նոր կյանքի ճանապարհով։ Անին ծնվեց մի փոքր տանը, բայց մեծացավ սիրո մեջ։ Մարինեն մենակ պայքարում էր, աշխատում օր ու գիշեր, բայց երբեք չէր դժգոհում։ Դու իմ հրաշքն ես, իմ արևը, ասում էր նա փոքրիկ Անիին։ Անին մեծացավ որպես պայծառ ու բարի աղջիկ։ Նա միշտ հարցնում էր. Մամ, իսկ հայրս որտեղ է։ Մարինեն ժպտում էր, թաքցնելով ցավը։ Նա հեռու է սիրելիս, բայց դու երբեք մենակ չես լինի։ Անին չէր հասկանում, բայց տարիների ընթացքում սկսել էր կռահել ճշմարտությունը։ Մարինեն կրկին ամուսնացավ, նրա երկրորդ ամուսինը Արմենը սիրեց Անիին այնպես, ինչպես սեփական դստերը։ Դու իմ փերին ես, իմ աղջիկը, ասում էր նա բարձրացնելով նրան գրկի մեջ, և առաջին անգամ Անին զգաց հոր սերը։ Արամն էլ այդ ընթացքում կրկին ամուսնացել էր, նրա կինը 3 տղա էր ծնել։ Արամն իրեն երջանիկ էր զգում, վստահ լինելով, որ որդիները կլինեն իր հենարանը ծերության օրերին։ Տղամարդը տղաներ պիտի ունենա, կրկնում էր նա ընկերներին։ Տղաները մեծացան, բայց այլ արժեքներով։ Նրանք մտածում էին իրենց կարիերայի, փողի, հաջողության մասին։ Արամի հպարտությունը կամաց-կամաց վերածվեց միայնության։ Երբ նա հիվանդացավ ու անկողնում գանվեց, որդիներն անտարբեր էին։ Պապ, մենք գործ ունենք, հետո կգանք, ասում էին նրանք։ Հարսներն էլ չէին ուզում խնամել, մեզ հոգսեր պետք չեն, քմծիծաղով ասում էին։ Արամն առաջին անգամ կյանքում զգաց սառը դատարկությունը, այնինչ երբեք չէր սպասել։ Արամը պառկած էր հիվանդասենյակում։ Երեկոյան արևը փայլում էր, բայց նա չէր զգում դրա ջերմությունը։ Նա միայնակ էր, որդիները, որոնց համար ամեն ինչ արել էր, չէին գալիս։ Հարսները, որոնց նա իր ընտանիք էր ընդունել, նույնիսկ չէին զանգահարում։ Միայն բուժքույրերն էին մտնում ու դուրս գալիս։ Անիի կյանքում միշտ մի հարց էր մնացել անպատասխան. ով էր իր հայրը։ Մայրը շատ բան չէր պատմել, միայն ասել էր, որ նա երբեք չի ցանկացել դուստր ունենալ, բայց Անին զգում էր, որ ինչ-որ բան թաքցնում են իրենից։ Մի օր, երբ դեռ փոքր էր, Անիի մայրիկը հեռուստացույցի առաջ նստած լուռ արցունքներ էր թափում։ Մամ, ի՞նչ եղավ, վախեցած հարցրեց Անին։ Մարինեն չպատասխանեց, բայց էկրանին ցուցադրված էր մի հաջողակ գործարարի մասին տեսանյութ։ Նրա անունը Արամ էր։ Անին հիշեց այդ անունը, բայց տարիներ շարունակ չէր համարձակվում հարցնել։
Երբ մեծացավ, նա սկսեց փնտրել ճշմարտությունը։ Նա գտավ հին լուսանկարներ, գտավ մորօրագրերը, որտեղ գրառված էին ցավը, տխրությունը, բայց նաև սերը, որ մայրը երբեք չէր կորցրել իր նախկին ամուսնու հանդեպ։ Երբ Անին բժիշկ դարձավ ու աշխատանքի անցավ հիվանդանոցում, նա չէր կարող պատկերացնել, որ ճակատագիրը նորից կհանդիպեցնի իրեն ու Արամին։ Երբ Արամին տեղափոխեցին իրենց բաժին, Անին նրա անունը տեսավ քարտի վրա ու սրտի ուժեղ ծակոց զգաց։ Նա ներս մտավ ու տեսավ ծեր, տկար մի մարդու, ում աչքերում խորը հոգնածություն էր թաքնված։ Անին սկսեց հետազոտել նրա հիվանդության պատմությունը, խոսեց այլ բժիշկների հետ, ուսումնասիրեց փաստաթղթերը և մի օր, երբ ուշադիր կարդում էր Արամի անձնական տվյալները, գտավ մի անուն՝ կինը Մարինե։ Նա շունչը պահեց, չէ, հնարավոր չէ, շշնջաց ինքն իրեն։ Այդ գիշեր նա գնաց տուն ու հարցրեց մորը. «Մամ, իմ հայրն Արամն է, ճիշտ է»։ Մարինեն քարացավ։ Նրա աչքերում արցունքներ շողացին։ «Որտեղից իմացար»։ Հազիվ լսելի ասաց նա։ «Նա իմ հիվանդն է»։ Մարինեն փակեց աչքերը, երկար լռեց, ապա միայն շշնջաց. «Ես երբեք չեմ ուզել, որ դու ցավ ապրես»։ «Բայց ինչու նա չուզեց ինձ, մամ»։ Մարինեն լուռ գրկեց նրան, և նրանց արցունքները խառնվեցին։ Այդ գիշեր Անին չկարողացավ քնել, նրան պետք էր ուժ դիմակայելու ճշմարտությանը։ Հաջորդ օրը Անին վերադարձավ հիվանդանոց։ Նա կանգնեց Արամի մահճակալի մոտ, նայեց նրան երկար, ապա հանգիստ ձայնով ասաց. «Պարոն Արամ, ես պետք է ձեզ մի բան պատմեմ»։ Արամը թույլ գլխով արեց. Ես ձեր դուստրն եմ։ Սենյակում քար լռություն տիրեց։ Միայն բժշկական սարքի տկտկոցներն էին լսվում։ Արամի աչքերը լայնացան։ Ինչ։ Այո, ես այն երեխան եմ, որին դուք չցանկացաք։ Ես այն աղջիկն եմ, որին մորս հետ մերժեցիք։ Արամի շնչառությունը ծանրացավ։ Նա երկար նայեց աղջկա աչքերին, նրանց մեջ փնտրելով ինչ-որ բան, և գտավ։ Իր սեփական հայացքը, իր սեփական արյունը, որը միշտ մտածել էր, թե կորցրել էր։ Ես, նրա ձայնը խեղդվեց։ Աղջիկս, մի ասա այդ բառը, շշնջաց Անին, բայց նրա ձայնը ցնցվեց։ Ներիր ինձ։ Արամի ձայնը խզվեց։ Անին երկար նայեց նրան, հետո կամաց բռնեց նրա ձեռքը։ Ես վաղուց եմ ներել։ Եվ այդ պահին Արամի աչքերից արցունքներ հոսեցին։ Ես կյանքումս երբեք այսքան չեմ զղջացել։ Նրա ձայնը դողում էր։ Ես ոչինչ չեմ ուզում, ասաց Անին, ոչ պատիվ, ոչ ժառանգություն, ոչ խոսքեր, միայն իմանալ, որ մի օր գոնե մտածել ես իմ մասին։ Ես ամեն օր եմ մտածել, բայց երբեք համարձակություն չունեցա քեզ գտնելու։ Ես վախենում էի, ես մտածում էի, որ դու երբեք չես ներելու ինձ։ Անին ժպտաց արցունքների միջից։ Սերը ուժեղ է զղջումից։ Ես կյանքումս կորցրել եմ հայր ունենալու զգացումը, բայց գոնե հիմա ես գիտեմ, որ դու մտածել ես իմ մասին։ Այդ օրը Արամը փակեց իր աչքերը վերջին անգամ, բայց առաջին անգամ նրա սիրտը լիքն էր սիրով։ Նա հասկացավ, որ կյանքի իսկական գանձը ոչ թե որդիներն էին, այլ այն դուստրը, որին նա երբեք չուզեց տեսնել։ Կյանքը բումերանգ է, այն ինչ տալիս ես միշտ վերադառնում է։ Սերը, որ երբևէ մերժվեց, վերածնվեց ներողամտության ու կարեկցանքի։ Արամը գնաց այս աշխարհից, բայց գնաց սիրով լցված, հասկանալով, որ կյանքի ամենամեծ հարստությունը ոչ թե տղաներն էին, ոչ թե ժառանգությունը, այլ այն աղջիկը, որին նա երբևէ չընդունեց, բայց ով դարձավ իր վերջին փրկությունը։